Նիկոլ Փաշինյանը ամեն առավոտ մի նոր խրամատ է փորում։ Եվ այդ խրամատից թիրախավորում եկեղեցին եւ նույնիսկ նրանց, որ հանդգնում են սատարել կաթողիկոսին։ Որպեսզի մեր կառավարությունից չնչեմ երկու օրինակ, Սամվել Կարապետյանի մի կալանքի տակ է, ընդ որում 0 փաստական հիմքով։ Եվ տեսնում եք 3 այսօր ինչ արշավ է տեղի ունենում առաջին նախագահի դեմ, ելի կապված է կաթողիկոսի հետ հանդիպման կամ նրան զորակցելու հետ։ Եկեղեցին իշխանության թիրախում է որպես հասարակության դիմադրության հնարավոր կենտրոն։ Սուրենյանցը վստահ է, սա գիտի իշխանությունը եւ փորձում է փշրել հենվելու նաեւ այս կետը։ Եկեղեցու եւ պետության տարանջատ լինելու սկզբունքը կաշկանդում է պետությանը, ոչ թե եկեղեցուն։ Այսինքն պետությունը հոգևոր կյանքին միջամտելու որևէ իրավունք չունի, բայց առանձին վերցրած եկեղեցականներ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք ունեն որպես քաղաքացիական իրավունքի ռեալիզացիա։ Ես ուզում եմ մի հատ հստակ ֆիքսենք, որտեղ իշխանությունը անդադ շահարկում է, որ իրենք էլ քաղաքականությանն են խառնում։ Նման արգելք որևէ հոգևորականի արտահայտել իր դիրքորոշումը ազգային, քաղաքական, պետական հարցերում գոյություն չունի։ Խոզարկություններ, ձայնագրություններ, կալանավորումներ այս օրերին ընդդիմադիր գործիչների մի մասը իրավապահների թիրախում է։ Հայաստանում ծայրահեղ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, որոնք առանց չափազանցության կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ խնդիր է դրել վերահսկել հասարակական կյանքի բոլոր ոլորտները, քաղաքականից մինչև տնտեսական, հոգևոր ու մշակութային։ Սա արդեն ըստ Սուրենյանցի տոտալիտար կառավարման ռեժիմ է։ Այսինքն նա իմ տպավորությամբ հիմա գնում է հասարակության կառուցվածքի էական փոփոխությունների, որպիսի 2026 թվականի ընտրությունների բովանդակությունը անիմաստ դարձնի։ Իսկ այս գլխից փորձում է իր համար քաղաքական կոնֆիգուրացիա գծել, որը բնականաբար պիտի երաշխավորի իր վերընտրությունը իշխանության։ Մյուս կողմից Սուրենյանցի խոսքով իշխանության տոտալիտարիզմի եւ դրան հակադրվող անպատասխանատու արկածախնդրության արանքում կա լուծում։ Դա նոր հոսանքն է, խիստ պատասխանատու եւ ռեալիստական։ Ուրեմն իշխանության տոտալիտարիզմի հետ միասին ինձ խիստ անհանգստացրել է նաեւ երեք հրապարակված հայտնի ձայնագրությունների բովանդակությունը, որովհետեւ ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ անկախ ամեն ինչից, անկախ առաջադրված գուցե լուսավոր նպատակից քաղաքական փոփոխությունների խթան-բռնությունը չի կարող լինել։ Սա միանշանակ է, ավելին ասեմ, սա նույնիսկ նվեր է իշխանությանը։ Ամփոփելով Սուրենյանցը 3 սցենար է առանձնացնում առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Կամ Փաշինյանին հաջողվում է փշրել դիմադրության բոլոր կենտրոնները եւ ընտրության գնալ այս ռեժիմի պայմաններում, կամ պահպանվում է օրվա ստատուս քվոն, որի դեպքում քաղաքացիական բախումները բացառված չեն։ Եվ կա 3-րդ սցենար, որն ամենաշատն է ձեռնտու Հայաստանի Հանրապետությանը։ Քաղաքական նոր բևեռ, որը կունենա պատասխանատու վարքագիծ եւ օրակարգ կթելադրի առաջիկա ընտրություններում։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։